Ապրիլի 22-ին Իրան-Ամերիկա երկշաբաթյա հրադադարն ավարտվում է, իսկ Վաշինգտոն-Թեհրան բանակցությունների երկրորդ ռաունդի շուրջ կոնկրետություն չկա։ Հստակ է այն, որ Թեհրանը չի ընդունում բանակցությունները սպառնալիքի ներքո։ Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում շրջափակում իրականացնելով ու հրադադարի ռեժիմը խախտելով Թրամփը ցանկանում է բանակցային սեղանը դարձնել կապիտուլյացիայի սեղան կամ արդարացնել պատերազմի վերսկսումը։ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի պնդմամբ վերջին երկու շաբաթվա ընթացքում Իրանը պատրաստվել է նոր խաղաթղթեր բացել մարտի դաշտում։ Երկշաբաթյա հրադադարի ժամկետի երկարացումը քիչ հավանական է, զգուշացրել է Միացյալ Նահանգների նախագահը։ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում շարունակել հակամարտությունը, սակայն պատրաստ է անհրաժեշտության դեպքում վերսկսել այն։ Նախազգուշացում է եղել նաև Թեհրանից։ Եթե Միացյալ Նահանգները կրկին հարձակվի Իրանի վրա, Իսլամական Հանրապետությունը դրան կպատասխանի Ամերիկայի փողոցներում։ Փոխադարձ սպառնալիքներն ու սուր հայտարարություններն ավելի են նվազեցնում Իսլամաբադում բանակցությունները վերսկսելու հավանականությունը։ Թեհրանից Պակիստանի միջնորդներին տեղեկացրել են, որ բանակցություններին իրենց մասնակցությունը կախված է Իրանի պայմանները կատարելուց։ Ըստ Իրանի արտաքին գործերի նախարարի, Միացյալ Նահանգների հրադադարի շարունակական խախտումները խոչընդոտ են դիվանագիտական գործընթացին։ Axios-ի աղբյուրի համաձայն իրանական կողմը սպասում էր բանակցություններին մասնակցելու համար գերագույն հոգևոր առաջնորդի թույլտվության, որը ստացել է։ Պորտալը գրում է, որ իրանցիները հանդիպումը ձգձգել են Պահապանների կորպուսի ակնհայտ ճնշման պատճառով, որը պնդում է ոչ մի բանակցություն մինչև նեղուցի ապաշրջափակումը։ Իրանը չի պատրաստվում նաև հանդուրժել Թուսկա նավի վրա ամերիկյան հարձակումը։ Արտգործնախարարությունը հայտարարել է, որ կօգտագործի իր բոլոր հնարավորությունները պաշտպանելու երկրի ազգային շահերն ու անվտանգությունը, պահպանելու իրանցիների իրավունքներն ու արժանապատվությունը։ Ըստ գերատեսչության ակնհայտ է, որ տարածաշրջանում իրավիճակի բարդացման ամբողջ պատասխանատվությունը կրում է նահանգները։ Ամերիկյան կողմը հայտնել է, որ Իրանի պատանդարված նավը կվերադարձվի Իսլամական Հանրապետությանը։ Միաժամանակ Պահապանների կորպուսի պնդմամբ իրանական ավելի քան 20 տանկեր հաղթահարել է ամերիկյան բլոկադան։ Հորմուզի նեղուցում ստեղծված էսկալացիան լրջորեն անհանգստացնում է միջազգային հանրությանը։ Հորմուզի նեղուցի կանոնները կարևոր են, բարդ եւ զգայուն։ Մեզ խիստ մտահոգում է այն, թե Միացյալ Նահանգները ինչպես կարող է ուժի կիրառմամբ ձևավորել այդ կանոնները։ Հուսով ենք, որ կողմերը կկարողանան կատարել իրենց պարտավորությունները եւ հետեւել հրադադարի ռեժիմին, կանխելու լարվածությունը եւ ապահովելու անհրաժեշտ պայմանները նեղուցի հարցի կարգավորման համար։ Հորմուզի նեղուցը վերաբացելու եւ ծովային անվտանգ նավագնացությունն ապահովելու կոչով է հանդես եկել նաև Չինաստանի առաջնորդը։ Ի տարբերություն Միացյալ Նահանգներ-Իրան նոր շփումների անցկացմանը նոր ռաունդ է սպասվում Իսրայել-Լիբանան բանակցություններում։ Դեսպանների մակարդակով հանդիպումը տեղի կունենա ապրիլի 23-ին Վաշինգտոնում։ Ամերիկյան կողմը ողջունել է կառուցողական այս գործակցությունը, որը սկսվել է ապրիլի 14-ից։ Նշվում է, որ Վաշինգտոնը շարունակելու է աջակցել երկրների ուղիղ ու բարեխիղճ շփումներին։ Լիբանանի ու Իսրայելի ներկայացուցիչներից բացի հանդիպմանը կմասնակցի նաև ամերիկյան կողմը։ Չնայած փխրուն հրադադարին ու հակամարտությունը կարգավորելու փորձերին, Իսրայելի վարչապետի արտաքին քաղաքականությունը մեղմ ասած դատապարտում են նաև Եվրոպայի մի շարք երկրներում։ Հունգարիայի նորընտիր վարչապետը նույնիսկ պատրաստ է ձերբակալել Բիբիին։ Եթե որևէ մեկը հետախուզվում է միջազգային քրեական դատարանի կողմից եւ այդ անձը մտնում է մեր երկրի տարածք, նա պետք է կալանավորվի։ Չնայած հրադադարի ռեժիմին, իսրայելական կողմը շարունակում է օկուպացված պահել Լիբանանի հարավային շրջանները։ Հրեական պետության պաշտպանության բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքը ձգվում է արևելքից արևմուտք ամբողջ սահմանի երկայնքով, խորանալով 5-ից 10 կիլոմետր։ Այն ընդգրկում է մոտ 560 քառակուսի կիլոմետր կամ Լիբանանի տարածքի մոտ 5.5%։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։